պիտի ասեք, դուք եք այստեղ ապրում։ Աշխատանք լինի, ժողովուրդը աշխատեն։ Աշխատավարձը ստանան, տուն գան, իրանց երեխեքի համար ուտելիքը բերեն, նորմալ խիշը հանգիստ մարդ քնի, Գյուղսովետի նախագահին էլ կընտրի, մյուս ընտրություններին նորից էլ իրան կընտրենք, եթե նորմալ ժողովուրդը եթե ինչքան Եթե աշխատանքեր մենք ոչ մեկս էս չենք բարելավում եղավ ժողովուրդը խիչը հանգիստ եղավ։ Գյուղը ինչ խնդիրներ ունի, բացի այն, որ աշխատանք չունեք, դա հասկանալի է, մնացածներ էին ասում։ Ինչի կարիք ունի գյուղը։ Բայց ինչի կարիք չունի։ Ինչի կարիք չունի։ Դե դուք պիտի ասեք, որ իմանա կառավարությունը լսի կամ համապատասխան մարմինները լսեն։ Ճանապարհները նորմալ են, ինչքան փոսեր կան մեջ։ Մանկապարտեզ կա, ոչ մի բան չկա, երեխա է դպրոցա գնում, մանկապարտեզ չկա, որ գոնեմ երեխեքը մանկապարտեզ։ Իմ երեխենում համարա ծառայում հայրենիքի։ Բայց այսօրվա դերությամբ ես ոչ մի կոպեկ ոչ կարող եմ ճամփեմ, ոչ ունեմ, ոչ աշխատանք ունեմ։ Որ աշխատանք ունենա, ես իմ տղուն ես ամեն ինչով եք ապահովել։ Խմելու ջուր, ոռոգման ջուր ունեք։ Պրոբլեմա հենց դա պրոբլեմա։ Բադեզից իջնում ենք ներքև, կրանտը հերթ ենք անում ժողովուրդը, կրանտից ոչ ջուրը բարձանում է վերև։ Բան նորմալ ույուտ չլինի, մարդ իր կրանտը չբացի իր ջրից օգտվի։ Հնարավորություն չունեմ, որ ջուր անեմ վերև։ Ոնց որ ջուրներում Քանի տարի է, որ այդ խմելու ջրի խնդիրը ունեք։ Մարդկա ունի։ 10 տարի է, ինչ ես ստեղ եմ, այդ 10 տարին կայել է ջրի։ Մարդկա նասուսում գիշերվա 3-ին նասուսը միացնում է, այս հարևանի հանգիստը խանգարում է, նասուսի ձենը սաղ շենքը դղրդում է։ Լավ, 13 տարվա գյուղապետ ունեք, մի խնդիր լուծել է ձեզ համար, ձեր մատից մի փուշ հանել է։ Հանելը։ Օրինակ։ Արդեն վատին ենք սովոր, չենք էլ ուզում ոչ մեկից դժգոհենք։ Բայց ինչու եք վատից սովոր, եթե կարող եք պահանջել դուք։ Որովհետև ոչ մի լավ բան չենք տեսնում, որտեղ շատ բաներ կա Գյուղսովետի նախագահից կախված չի, ինքը իր նախագահությունն անում է, բայց Իսկ ինչ է կախված ձեր կարծիքով գյուղապետից։ Վերևից։ Բայց գյուղապետն էլ ունի, չէ՞, որոշակի պարտականությունների շրջանակ։ Ժողովուրդը ասենք պետք է ինչ-որ պահանջներ ներկայացնել, ինքն ներկայացնի վերև։ Բայց էլի ներկայացնում է, բայց դուք համոզված եք, որ ինքը ներկայացնում է։ Երևի ներկայացնում է, որովհետև ինքը վատ մարդ չի։ Ինքը եթե ժողովրդի պահանջները չանի, ոչ մեկ էլ իրան չի ինձի։ Բայց այս 13 տարի է փաստորեն ընտրվել է։ Բա ինչի համար եք ընտրել, եթե ոչ մի բան գյուղում չի փոխվել։ Քանի որ իրան ճանաչում ենք, բավական Հիմա էլ եք պատրաստվում ընտրելու, դեկտեմբերի 14-ին նորից ձեզ մոտ։ Որովհետև ես նորմալ բան չեմ տեսել։ Այս 10 տարվա հարցում ես նորմալ բան չեմ տեսել։ Գազն ինչ է, որ գազ չի հասնում ստեղ։ Գազը չի կարա ստեղ հասնի, որտեղ Բաբայրոնի շենքեր է։ Դուք վթարային շենքերում եք մնում, սրանք վթարային շենքեր։ Ես երկու շենք եմ։ Որ կարգի վթարային է։ Շատ գիրը։ Մի օր կբլվի մեջ է կմնա։ Էդի ժամանակին ներկայացվել է, ասել է Ավայրոնի շենքա չի թույլատրվել։ Վերևի հարևանը խարաձենիկը միանում անջատում է սա գիշերը, Բայց ձմռան վառելիքի հարցը ոնց եք լուծելու, եթե գազ չեք կարող վառել։ Կամ հոսանքով են կամ վառելիքը։ Օրինակ ես շատ պրոբլեմներ ունեմ։ Հոսանքը չեմ կարող միացնել, ոչ թե եկան որ լուսերը անջատեն 7000 դրամ ամիսը պլիտային վառը մուսել են։ 4000-ը տվել է 3000-ի համար անջատում են, հանրում է 3000։ Իսկ եթե աշխատանք չունեք, ինչով եք ապրում։ Դե ես ասենք ստեղից հասնում եմ Դավիթաշեն, առավոտ ժամը 6:30-ից դուրս եմ գալի, հասնում եմ Դավիթաշեն, արհեստավորություն եմ, բանվորություն եմ անում ընդ։ Իրիգունը մինչև գալիս եմ տուն եմ հասնում, ժամը 9-ն է լինում։ Բայց դե աշխատանք որտե՞ղ է։ Այդքան բող խանելու, մի օր կկանչեն, մի 3 օր չեն կանչի։ Իսկ երիտասարդները կամ նրանք ովքեր մնացել են, ինչով են զբաղվում։ Մի օր մարդը ջուտ է պահում։ Որ ուրիշ գյուղերում կամ դուրսն են, կամ էլ ով ոնց կարում են ծափում, այդ որ գյուղն է, որ պարտաճանաչ իրանց գյուղացիքին աշխատանքով ապահովել են։ Աշխատանքով հիմա տանակը փոխեցին ելա գնա ոչ գործարան ունենք ստե, ոչ բանակա ծառայում ում համար, հայրենիքի համար, բայց ով այս հաշվի առնում։ Ինչով կանչում կարում է են օգնում։ բող խանելու, ժողովուրդը հավաքում են, գնում են բող խանելու, բողկատ այդ հողի տերը դաժե։ Այդ օրվա փող ասենք օրը 5000 թե 4000։ Որը առածը օրը Չի տալի, ասում են նիսիով, եկեք աշխատեք, որ ասենք մի քանի օր հենց բողկը սախեմ, նոր կտամ այդ գումարը։ Դե ժողովուրդ, դե արի ապրի, միջև այդ մարդը բողկը վաճառի։